Հաճախ եք արթնանում գիշերվա կեսին։ Մտածել եք, թե ինչու այդ ժամին արթնանալուց հետո անմիջապես նորից քնել չի ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ դուք պատկանում եք Աստծո ընտրյալների թվին։ Անպայման դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, ես ձեզ կպատմեմ, թե ինչու է Աստված շարունակում արթնացնել ձեզ հենց ժամը 3-ից մինչև 5 առավոտյան։ Դուք նաև կիմանաք ինչ անել այդ հատուկ ժամանակ եւ ինչպես օգտագործել այն օգուտով։ Եթե դուք անընդհատ արթնանում եք նույն ժամին ամեն գիշեր, հատկապես ժամը 3-ից 5, շտապ մի համարեք դա անքնություն։ Ամենայն հավանականությամբ քնի հետ կապված խնդիր չունեք։ Դա ամենայն հավանականությամբ նշան է, որ տեղի է ունենում ինչ-որ հոգևոր բան։ Աստված փորձում է կապ հաստատել ձեզ հետ, որպես իր ընտրյալներից մեկի հետ։ Փոխանակ խուճապի մատնվելու անքնությունից կամ քնի պակասից հասկացեք, թե ինչու է Աստված ձեզ կանչում այս գիշերային ժամերին։ Գոյություն ունեն արթնության մի քանի ժամանակաշրջաններ, եւ դրանցից մեկը գիշերվա 4-րդ եւ վերջին հսկողությունն է, ժամը 3-ից 5։ Այս ժամանակը հատկապես կարևոր է, քանի որ այն կոչվում է այցելության ժամ։ Այս ժամին Աստված այցելում է իր ընտրյալներին հրեշտակային ծառայության միջոցով։ Հենց այս հարշալույսից առաջ եղած ժամերին կարող են տեղի ունենալ հանդիպումներ, որոնք կփոխեն ձեր կյանքը եւ կազդեն ամբողջ սերունդների ապագայի վրա։ Դա կարող եք տեսնել Աստվածաշնչում։ Ծննդոց 32:26-ում ասվում է. «Եվ մարդն ասաց. թող ինձ գնամ, որովհետև արդեն լուսաբաց է, բայց Հակոբը պատասխանեց. քեզ չեմ արձակի, մինչև որ ինձ չօրհնես»։ Հավանաբար Հակոբի եւ հրեշտակի այդ հանդիպումը տեղի է ունեցել ժամը 3-ից 5, գիշերվա ամենամութ հատվածում, արշալույսից անմիջապես առաջ։ Այդ պահին հրեշտակը խնդրում է Հակոբին արձակել իրեն, քանի որ արշալույսը մոտ էր։ Այդ հանդիպումը ընդմիշտ փոխեց Հակոբի կյանքը, այն նշանավորեց Իսրայել անունով ամբողջ ազգի ծնունդը։ Մեկ այլ օրինակ Աստվածաշնչից. Տեր Հիսուս Քրիստոսը Մարկոս 6:48-ում ջրի վրայով գնաց հանդիպելու իր աշակերտներին, երբ նրանք պայքարում էին սարսափելի փոթորկի հետ, հենց այդ գիշերային ժամերին։ Այսպիսի աստծոօրհնության եւ միջամտության իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ ժամանակ։ Այժմ, երբ հասկացաք այս ժամերի կարևորությունը, հարց է առաջանում. ինչ է ուզում Աստված, որ անեք, երբ արթնանում եք այդ ժամին։ Մի փորձեք ուժով նորից քնել։ Աստված ցանկանում է, որ օգտագործեք այդ պահը հանդիպելու իր հետ, որովհետև նա պատրաստ է մեծ գործեր կատարել ձեր կյանքում։ Այս տեսանյութում մենք կխոսենք 3 բանի մասին, որ Աստված ուզում է, որ անեք, երբ արթնանում եք ժամը 3-ից 5։ Առաջինը՝ տաք սրտով աղոթեք թշնամու դեմ։ Ինչպես հայտնի է, Տևը ձգտում է խեղաթյուրել Աստծո գործերը։ Ինչպես Աստված օգտագործում է գիշերվա 4-րդ հսկողությունը այցելելու իր ընտրյալներին, այնպես էլ Տևը եւ նրա գործակալները ակտիվանում են այդ ժամին, փորձելով կործանել այն ամենը, ինչ Աստված կատարում է ձեր կյանքում։ Այս ժամանակահատվածը նաև կոչվում է չար ժամ, երբ տեղի են ունենում դեմոնական գործողություններ։ Հաճախ, երբ օրը սկսվում է վատ եւ դուք տեսնում եք տևական մանիպուլյացիաների հետքեր, դա թշնամու կողմից ցանված չար սերմերի արդյունքն է։ Հենց դա է հաստատում Հիսուսը Մատթեոս 13:25-ում։ Իսկ երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ խոտ ցանեց եւ գնաց։ Ահա թե ինչու է Աստված շարունակում արթնացնել ձեզ այդ ժամին։ Նա ուզում է, որ դուք լինեք սկոն եւ պաշտպանեք ձեր տարածքը թշնամուց։ Դուք պետք է հիշեք, որ ձեր զենքը մարմնական չէ, այլ հոգևոր, եւ այն բավականաչափ հզոր է քանդելու թշնամու պնդությունները։ Սակայն նույնիսկ ամենահզոր զենքն անօգուտ է, եթե այն չօգտագործվի։ Այդպիսի հոգևոր զենքերից մեկը գիշերային ժամերին արտասանված աղոթքն է, որն ունի անհավանական ուժ։ Աստված արթնացնում է ձեզ, որպեսզի կանգնեք պահակության մեջ թշնամու դեմ, օգտագործելով այդ աղոթքի ուժը։ Սա ոչ միայն պարտականություն է, այլ ձեր հոգևոր պատասխանատվությունը, որը չի կարելի անտեսել։ Աստված ձեզ ընտրել է ոչ միայն ինքներդ ձեզ պաշտպանելու, այլև ձեր մերձավորներին պաշտպանելու համար։ Եզեկիել 33:6-ում ասվում է. «Եթե պահակը տեսնի, որ սուր է գալիս, բայց փող չփչի, եւ ժողովուրդը չզգուշանա, ու սուրը գա ու մեկին վերցնի, նա իր անօրինության համար կվերցվի, բայց նրա արյունը պահակի ձեռքից կպահանջվի»։ Դուք պարտավոր եք արձագանքել, որովհետև խաղադրույքի վրա կան ոչ միայն ձեր օրհնությունները, այլև այն մարդկանց կյանքերը, որոնց համար պատասխանատվություն եք կրում։ Բացի այդ, Տևը ակտիվորեն ձգտում է կործանել այն ամենը, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար, հատկապես երբ դուք ամենախոցելին եք քնի մեջ։ Հաճախ նրա հարձակումները լինում են հենց այդ ժամանակ, երբ դուք հանգիստի եւ անպաշտպան վիճակում եք։ Դրան հակազդելու համար պետք է աղոթեք տաք սրտով եւ մասնակցեք հոգևոր պատերազմին։ Դուք պետք է հակառակվեք թշնամու ցանկացած փորձի շեղելու ձեզ Աստծո նպատակից ձեր կյանքի համար։ Ամեն աղոթք, որ արտասանվում է այդ ժամին, ամրացնում է ձեր հոգևոր պաշտպանությունը եւ քանդում Տևի ծրագրերը։ Նաեւ կարեւոր է հիշել ձեր երազները։
Երբ արթնանում եք, Աստված ուզում է, որ աղոթեք նպատակային կերպով, համապատասխան իր կամքին։ Հիշելով վերջին երազները կստանաք հստակ պատկերացում, թե ինչի մասին խոսել Աստծո հետ եւ կարող եք ավելի արդյունավետ աղոթել։ Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուզում Աստված ձեզ ասել եւ ինչ հոգեվոր մարտերի եք պատրաստվում։ Մի մոռացեք երախտագիտության կարևորության մասին։ Սկսեք ամեն նոր օր երախտագիտությամբ Աստծուն, նրա խոստման եւ ձեզ տված ուժի համար։ Շնորհակալություն հայտնեք, որ նա ձեզ ընտրել է պահակ, որ ձեզ իշխանություն է տվել դեպի բոլոր գործերի վրա։ Այդ երախտագիտությունը ոչ միայն կամրացնի ձեր հոգին, այլև կդառնա վահան բոլոր թշնամու հարձակումների դեմ։ Երկրորդը, ժամանակ անցկացրեք Աստծո հետ։ Եթե արթուն եք ժամը 3-ից 5-ը, օգտագործեք այդ ժամանակը Աստծո հետ խոր հաղորդակցության համար։ Սա յուրահատուկ պահ է, երբ ձեր հոգևոր մարդը առավել ընկալունակ եւ ակտիվ է։ Այս ժամերին շուրջը զով է եւ հանգիստ, ինչը ստեղծում է իդեալական պայմաններ, որպեսզի Աստված խոսի ձեր սրտի հետ։ Թեև Աստված միշտ է խոսում, հենց այս ժամին նա հաճախ է տալիս կոնկրետ ցուցումներ, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա։ Ինչպես ասված է Հոբ 33:14-15-ում, որովհետև Աստված մեկ անգամ է խոսում, եւ եթե չեն նկատում երկրորդ անգամ, երազում գիշերային տեսիլքում, երբ մարդկանց վրա ընկնում է խորքունը, երբ նրանք քնում են իրենց անկողնում։ Այս պահերին Աստված կարող է ձեր հոգում դնել կարևոր ուղղություններ եւ բացահայտումներ, որոնք կդառնան ձեզ համար առաջնորդ առաջիկա օրերի համար։ Սակայն, որպեսի հասկանաք եւ ընդունեք այս ուղղությունները, անհրաժեշտ է խորանալ մեդիտացիայի եւ Աստծո վրա կենտրոնացման մեջ։ Մեդիտացիան թույլ է տալիս ավելի խոր եւ հստակ լսել Աստծուն։ Ձեզ հարկավոր չէ անկողնուց վեր կենալ։ Պարզապես գտեք հարմար դիրք, լինի նստած թե պառկած, եւ լիովին կենտրոնացեք Աստծո ներկայության վրա։ Կարևոր է այդ ժամանակ հետաձգել բոլոր այլ գործերը եւ լիովին նվիրաբերվել իր հետ զրույցին։ Խնդրեք Աստծուն խոսել ձեզ հետ, հարցրեք նրան, թե ինչ է նա ուզում, որ անեք։ Դուք կսկսեք զգալ նրա մերձավորությունը, եւ նրա ձայնը կդառնա ավելի հստակ։ Հնարավոր է Աստված ձեզ առաջնորդի ֆինանսների, ընտանիքի կամ նույնիսկ ապագայում կարող է բացահայտել իրադարձություններ։ Այս հանգիստ հաղորդակցության ընթացքում դուք կսկսեք ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հոգևոր աշխարհում։ Աստված կարող է տալ ձեզ նախկինում տեսած երազների մեկնաբանություն կամ ցուցումներ որոշակի իրավիճակներում ինչպես գործել։ Բացի այդ, այս ժամանակը կարող է դառնալ նոր գաղափարների եւ ոգեշնչման աղբյուր։ Աստված կարող է տալ պատասխաններ այն խնդիրներին, որոնք անլուծելի էին թվում, կամ պարգևել գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ զարգանալ կյանքում եւ աշխատանքում։ Սա ոչ միայն արթնության ժամեր են, այլև բժշկական բացահայտումների ստացման ժամանակ։ Մեզ օրինակ է ծառայում Հիսուսը, ով Մարկոս 1:35-ում ասվում է. «Եվ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, վեր կացավ, դուրս եկավ եւ գնաց մի անապատ տեղ, այնտեղ աղոթելու»։ Հիսուսն այսպես էր անում իր ուժերը թարմացնելու եւ հորից նոր ուղղություններ ստանալու համար ամեն օրվա համար։ Եթե դուք նույնպես օգտագործեք այս ժամանակը Աստծո հետ հաղորդակցության համար, կզգաք, թե ինչպես են ձեր հոգևոր ուժերը թարմանում եւ ձեր կյանքում կսկսեն տեղի ունենալ զարմանալի փոփոխություններ։ Չորրորդ ժամը։ Սա հոգևոր արթնության ժամանակ է ձեր հարաբերություններում Աստծո հետ։ Եթե ամեն օր օգտագործեք այն իր հետ շփվելու համար, այդ հարաբերությունները կդառնան ձեր համար օրհնությունների եւ հոգևոր ուժի աղբյուր։ Մեդիտացիայի ընթացքում հիշեք ամեն ինչ, ինչ Աստված ասում է ձեզ, ներառյալ մտքերը եւ բացահայտումները, որոնք նա տալիս է։ Դուք կարող եք հարցեր տալ նրան այն մասին, ինչ ձեզ անհանգստացնում է, եւ համբերատար սպասել նրա պատասխանին։ Այս պրակտիկան կապացուցի, որ նա առաջնորդում է ձեզ ճիշտ ճանապարհով։ Երրորդը, խոսեք ձեր օրվա հետ։ Ձեր լեզուն հսկայական ուժ ունի, եւ դրանից շատ բան է կախված ձեր կյանքում։ Աստվածաշնչում ասվում է. «Մահը եւ կյանքը լեզվի իշխանության տակ են» Առակաց 18:21։ Սա նշանակում է, որ ձեր խոսքերով դուք կարող եք կյանք հայտարարել ինքներդ ձեզ եւ մահ այն ամենին, ինչ խանգարում է ձեր սրտին։ Սակայն ցավոք, շատերը չեն օգտագործում այդ ուժը, թողնում են իրենց խոսքերը չօգտագործված եւ այդպիսով թույլ են տալիս դևին ազդել իրենց կյանքի վրա։ Դուք չպետք է թույլ տաք, որ դա պատահի ձեզ հետ։ Ընդհակառակը, պետք է սովորեք օգտագործել ձեր լեզվի ուժը, խոսելու եւ փոխելու ձեր օրը։ Ամենալավ ժամանակը դրա համար ժամը 3-ից 5 առավոտյան, երբ ձեր հոգևոր վիճակը առավել ակտիվ է։ Այն բանից հետո, երբ դուք զբաղվեցիք վատ սերմերով, որոնք թշնամին կարող էր ցանել, մինչ դուք քնած էիք, սկսեք նոր օրհնությունների սերմեր ցանել ձեր խոսքերով։
Աստծո խոսքը արտասանեք ձեր օրվա յուրաքանչյուր ասպեկտի վրա, անելով մարգարեական հայտարարություններ եւ հաստակումներ։ Հայտարարեք հաղթանակ բոլոր կախարդանքների, անեծքների եւ դևի ծրագրերի վրա։ Ձեր խոսքերով դուք կարող եք նույնիսկ հրամայել բնության տարերին՝ ի շահ ձեր։ Ինչպես պատվում է Հեսու նավու 10:12-13-ում, երբ իսրայելացիները պատերազմում էին ամորացիների հետ, Հեսուն դիմեց արևին եւ լուսնին, հրամայելով նրանց կանգ առնել, եւ տարերը հնազանդվեցին նրա խոսքերին։ Արևը կանգնեց գրեթե ամբողջ օրը եւ մայր մտավ միայն այն ժամանակ, երբ իսրայելացիները հաղթեցին իրենց թշնամիներին։ Սա վկայություն է, որ հավատի խոսքերը կարող են փոխել իրադարձությունների ընթացքը եւ Աստծո ուժը կաջակցի դրանց։ Հնարավոր է ձեզ հետ է պատահել, որ օրվա համար շատ գործեր եք պլանավորել, բայց հանկարծ անձրևը խանգարել է։ 4-րդ ժամին դուք ունեք հնարավորություն վերակառուցել ձեր օրվա իրադարձությունները, որpիսի դրանք համապատասխանեն Աստծո ծրագրին ձեզ համար։ Ինչպես մարգարե Եղիան 3 տարի եւ 6 ամիս հետաձգեց անձրևը 3 թագավորաց 17, այնպես էլ ձեր խոսքերը կարող են փոխել եւ վերահսկել շրջապատող հանգամանքները։ Ձեր հայտարարություններն այդպիսի ուժում են, որովհետև Աստված պատվում է այն խոսքերը, որոնք դուք արտասանում եք հավատով։ Երբ այս առավոտյան ժամերին խոսում եք ձեր օրվա հետ, արեք դա գիտակցելով, որ Աստված ձեզ իշխանություն է տվել կառավարելու ձեր հանգամանքները։ Արտասանեք օրհնություններ, հայտարարեք հաղթանակ եւ հաստատեք, որ ձեր օրը լցված կլինի Աստծո փառքով։ Ձեր խոսքերը սերմեր են, որոնք պտուղ կբերեն, եւ Աստված կօգտագործի դրանք ձեր կյանքը ուղղորդելու իր կամքին համապատասխան։ Այժմ, երբ հասկացաք ձեր պահակի տեղը եւ գիտեք, թե ինչպես առավելագույնս օգտագործել այս հատուկ ժամանակը Աստծո հետ հաղորդակցության համար, կարևոր է նաեւ պահպանել կյանք, որը պատվում է Աստծուն եւ ամրացնում է ձեր հոգեվոր կապը նրա հետ։ Ամեն անգամ, երբ մեղանչում եք, թույլ եք տալիս մարմնին կառավարել ձեր կյանքը, եւ դա թուլացնում է ձեր հոգեվոր մարդուն։ Երբ ձեր հոգին թույլ կամ մեռած է, այն այլևս չի կարող ընկալել Աստծո հորդորները։ Հետևաբար չափազանց կարևոր է գիտակցաբար ապրել հոգով, խուսափելով այն ամենից, ինչ կարող է խախտել ձեր հարաբերությունները Աստծո հետ։ Ամրացնելու ձեր հոգին ամենահզոր ձևերից մեկը Սուրբ Հոգով աղոթքն է։ Սուրբ Հոգով աղոթքը կենդանացնում է ձեր հոգին եւ այն դարձնում ավելի ընկալունակ Աստծո բացահայտումների եւ ուղղությունների նկատմամբ։ Եթե ունեք լեզուներով աղոթելու պարգևը, ամենօրյա պրակտիկան նաեւ կօգնի խորացնել ձեր հարաբերությունները Աստծո հետ եւ ավելի լավ հասկանալ նրա կամքը։ Երբ արթուն եք, բացեք ձեր ականջներն ու սիրտը, որpիսի հստակ լսեք նրա ձայնը։ Հնարավոր է Աստված արդեն խոսում է ձեզ հետ, բայց պետք է սովորեք տարբերել նրա ձայնը մյուս մտքերից եւ հոգսերից։ Աստծուն կարևոր է տեսնել ձեր անկեղծ ցանկությունը հաղորդակցվելու իր հետ, եւ երբ ցույց եք տալիս պատրաստակամություն եւ բացություն, նա կխոսի ձեզ հետ ավելի հստակ։ Կարևոր է սովորել կենտրոնանալ հաղորդակցության ընթացքում։ Եթե ձեր միտքը լցված է օտար մտքերով, դժվար կլինի լսել Աստծո ձայնը։ Նայեք Սամվելի օրինակին Ա թագավորաց 3-ում։ Երբ Աստված փորձեց խոսել Սամվելի հետ, նա սխալմամբ Աստծո ձայնը ընդունեց Ելիի ձայնի համար։ Միայն երբ Ելին հասկացավ, որ Աստված է կանչում Սամվելին, նա սովորեցրեց նրան, թե ինչպես պատասխանել։ Խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է։ Սամվելը պատասխանեց Աստծո կանչին, եւ այդ ժամանակ Աստված բացահայտեց նրան մեծ բաներ Իսրայելի ապագայի մասին։ Որպեսզի լսեք Աստծո ձայնը, պետք է սովորեք ճանաչել նրա հաղորդակցության ձևերը եւ հատուկ ուշադրություն դարձնել դրանց մեդիտացիայի ժամանակ։ Սա կարող է լինել Աստծո ուղերձը ձեզ համար այդ պահին։ Բացեք ձեր Աստվածաշունչը եւ խորացեք այդ հատվածի վրա հարցեր տալով Աստծուն եւ սպասելով նրա պատասխաններին։ Եթե մեդիտացիայի ընթացքում հիշում եք երազ կամ տեսիլք, որ Աստված տվել է ձեզ, անպայման գրեք այն։ Օրհնությունների եւ բացահայտումների օրագիր վարելը ոչ միայն օգնում է հիշել Աստծո ուղությունները, այլև հետագայում վերադառնալ դրանց, երբ կարիք ունեք հիշեցման կամ հաստատման, որ Աստված արդեն խոսել է ձեզ հետ։ Հոգևոր օրագիրը կարող է դառնալ ձեր համար մխիթարանքի աղբյուր դժվար ժամանակներում։ Երբ գալիս են փորձություններ, կարող եք դիմել ձեր գրառումներին եւ տեսնել, թե ինչպես է Աստված հավատարիմ եղել անցյալում։ Սա ձեզ վստահություն կտա, որ նա չի հիասթափեցնի ձեզ նաեւ ապագայում։ Բացի այդ, դա կօգնի հետևել, թե ինչպես են կատարվում Աստծո խոստումները, որոնք նա տվել է ձեզ, եւ ինչպես է նա գործում ձեր կյանքում։ Կարող եք հարցնել, որքան ժամանակ պետք է արթուն մնալ եւ աղոթել։ Պատասխանն այն է, որ պետք է շարունակեք աղոթել այնքան ժամանակ, մինչև ձեր հոգում զգաք վստահություն, որ Աստված լսել եւ պատասխանել է ձեր խնդրանքներին։ Երբեմն դա կարող է տևել 10 կամ 30 րոպե, երբեմն ավելի երկար։ Կարևոր է շարունակել աղոթել, մինչև ստանաք ներքին հաստատում, որ ձեր աղոթքները հասել են նպատակին։ Այն բանից հետո, երբ զգաք, որ Աստված պատասխանել է, կարող եք խաղաղությամբ վերադառնալ քնի կամ սկսել ձեր օրը խաղաղ սրտով։
Եթե Աստված ինչ-որ բան ասում է ձեզ ուրիշների մասին, հնարավոր է ընտանիքի անդամների կամ ընկերների մասին, ապա ոչ միայն պետք է աղոթեք նրանց համար, այլև խնդրեք Սուրբ Հոգուն օգնել ճիշտ փոխանցել այդ ուղերձը։ Որոշ բացահայտումներ կարող են շատ զգայուն լինել, եւ պետք է առանձնահատուկ զգուշությամբ փոխանցել դրանք, սիրով եւ իմաստությամբ, առանց վախ կամ անհանգստություն սերմանելու մյուսի սրտում։ Որպեսզի չքնեք, երբ Աստված հորդորում է ձեզ աղոթքի, պետք է ունենաք վճռականություն եւ ցանկություն հնազանդվելու նրան։ Սա սկսվում է Աստծո հանդեպ հարգանքից։ Եթե իսկապես պատվում եք նրան, չեք անտեսի նրա կանչերը եւ չեք հանձնվի քնին։ Այո, դուք կարող եք հոգնած լինել երկար օրվանից հետո, բայց ձեր սերը եւ կապվածությունը Աստծո հետ պետք է մոտիվացնի ձեզ վեր կենալ եւ արձագանքել նրա կանչին, նույնիսկ ամենաանհարմար պահերին։ Հիշեք, որ դուք Աստծո համագործակիցն եք եւ անփութությամբ չեք կարող վերաբերվել դրան։ Հենց այդպիսի պահերին է Աստված վստահում ձեզ հատուկ առաքելություն եւ ձեր մասնակցությունը մեծ նշանակություն ունի։ Դուք պետք է դիտավորյալ ժամանակ հատկացնեք Աստծո հետ հաղորդակցության համար, հատկապես առավոտյան ժամերին։ Սա կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել նրա ձայնը եւ ավելի ընկալունակ լինել նրա առաջնորդության նկատմամբ։ Անկեղծ ցանկությունը ամրապնդելու հարաբերությունները Աստծո հետ, ահա թե ինչը պետք է շարժի ձեզ։ Կարևոր է ոչ միայն խնդրել Աստծուն ձեր կարիքների համար, այլև ձգտել անձամբ ճանաչել նրան, բացելով ձեր սիրտը նրա առջև եւ թույլ տալով, որ ձեր հոգին հաղորդակցվի նրա հետ։ Եվ երբ հաջորդ անգամ Աստված արթնացնի ձեզ, ամեն ինչ արեք, որպեսզի նորից չքնեք։ Վեր կացեք եւ նվիրեք այդ ժամանակը Աստծուն, իմանալով, որ այս հաղորդակցությունը կարող է փոխել ձեր կյանքը եւ ավելի մոտեցնել ձեզ նրան։ Թող ձեր սիրտը միշտ պատրաստ լինի արձագանքելու նրա կանչին։ Այժմ եկեք աղոթենք։ Հայր Աստված, այսօր ես կանգնած եմ քո առջև խոնարհությամբ եւ երախտագիտությամբ։ Շնորհակալ եմ քո անսահման հոգատարության եւ սիրո համար, որ ցուցաբերում ես ինձ ամեն օր։ Առանց քեզ ես ոչինչ եմ։ Դու իմ հենարանն ես, իմ պաշտպանն ու հավատարիմ օգնականը։ Շնորհակալ եմ այն խոսքերի եւ բացահայտումների համար, որ ստացել եմ այսօր։ Շնորհակալ եմ, որ բացահայտեցիր ինձ քո կամքը իմ կյանքի համար եւ ցույց տվիր, թե ինչպես ես կրել ինձ քո ձեռքերում մինչ այսօր։ Ես զարմացած եմ քո բարությամբ եւ շնորհով, որ արատորեն թափում ես ինձ վրա։ Ես հավիտյան կպատվեմ քեզ եւ կփարաբանեմ քեզ։ Յուրաքանչյուր գործի համար, որ քեզ հաճելի չէ, ես ապաշխարում եմ եւ ընդունում եմ քո ուժը Սուրբ Հոգու միջոցով, ապրելու համապատասխան քո ծրագրերին ու մտադրություններին իմ համար։ Սուրբ Հոգի, ես կարիք ունեմ քո օգնության։ Գիտեմ, որ ինքս չեմ կարող կատարել ոչ մի առաջադրանք, որ դու ինձ ես հանձնարարում, առանց քո առաջնորդության։ Օգնիր ինձ հասկանալ այն դասերը, որ դու տվել ես ինձ այսօր 4-րդ հսկողության մասին։ Ես չգիտեմ, թե ինչպես առավելագույնս օգտագործել այս ժամանակաշրջանը ինքս։ Տուր ինձ գիտակցություն, երբ գտնվում եմ քո ներկայության մեջ, խորելով եւ լսելով քեզ։ Տուր ինձ շնորհ զգայուն լինելու քո ուղղությունների նկատմամբ։ Տեր, ամրացրու ինձ, որպեսզի չհանձնվեմ քնին, երբ դու կանչում ես ինձ հաղորդակցության։ Հիսուս, ես քեզ եմ հանձնում իմ կյանքը։ Օգնիր ինձ խուսափել այն ամենից, ինչ կարող է հեռացնել քո ներկայությունը ինձանից։ Սովորեցրու ինձ ապրել քո ներկայության մեջ, գիտակցությամբ եւ պատրաստակամությամբ։ Բացիր իմ սիրտը ամեն օր ամրապնդելու իմ հարաբերությունները քեզ հետ։ Հայր, ես խնդրում եմ քեզ, օգնիր ինձ ավելի խորանալ ճանաչել քեզ։ Տուր ինձ շնորհ միջնորդելու համապատասխան քո կամքին իմ համար։ Ես չեմ ուզում սխալ աղոթել։ Խնդրում եմ շնորհ եւ սպասել աղոթքում, մինչև գա իմ ժամանակը, Տեր։ Քանի որ քո աստվածային շնորհը իջնում է ինձ վրա, խնդրում եմ ուժ հակառակվելու թշնամու ծրագրերին, որոնք ուղղված են իմ կարիերայի, ֆինանսների եւ ընտանիքի դեմ։ Թող իմ ընտանիքը եւ մերձավորները լինեն Սուրբ Հոգու պաշտպանության տակ։ Այսուհետ ես դառնում եմ զգայուն քո ձայնի նկատմամբ, Տեր։ Ես ընդունում եմ քո օգնությունը Սուրբ Հոգու միջոցով եւ կհետևեմ քո ճանապարհին, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։